Ողջույն, ես Անին եմ Էդուհաբից, այսօր զրուցելու ենք մեր Storytelling for Inclusivity ծրագրի մասնակիցներից մեկի հետ։ Մեր ծրագրի շրջանակներում ենք հնարավորություն ենք տվել մի քանի մասնակցի մասնակցելու ոդկասթի process-ին, ծանոթանալու ընդհանրապես նկարահանման process-ի հետ ու խոսելու ենք երիտասարդների խնդիրներից ու կրթությունից ու ներառականությունից։ Ողջույն Անի։ Բարև ձեզ։ Այ մասնագիտական կողմնորոշումից մի փոքր սկզբում խոսենք, ինչպես եթե ճիշտ եմ հիշում, արդեն սովորում ես համալսարանում ու ինչպես եկավ որոշումը ընտրությունը մասնագիտության, ինչ-որ գործոններ ազդել են որոշմանդ վրա։ Բարև ձեզ կրկին, նախ շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Ասեմ, որ շատ դժվար էր մասնագիտական կողմնորոշումը ու մինչև հիմա դեռ չունեմ վերջնական որոշում, բայց մի շարք գործոններ օգնել են, որ այս պահին սովորում եմ ամերիկյան համալսարանի անգլերեն եւ հաղորդակցություն բաժնում ու կային մի քանի նախապայմաններ, որոնք որ ինձ դրդեցին ընտրել այդ բաժինը։ Կոնկրետ այդ բաժինը ինչով է լավ, որ բազային գիտելիքներ է տրամադրում ու հետագայում մեծ է ընտրությունը եւ նաեւ եղել եմ փոխանակման ծրագրի մասնակից, մի տարի ապրել եմ Ամերիկայում ու Միացյալ Նահանգներից հետ գալուց հետո հասկացա, որ այս պահին իմ միակ տարբերակն էր ու այդպես շատ արագ որոշում էր միասնական քննությունների չեմ մասնակցել, իմ միակ տարբերակը այդ պահին ամերիկյան համալսարանն էր ու եթե չընտրվեի, չընդունվեի, ես չէի ունենա այլ տարբերակ, բայց այս պահին շատ գոհ եմ, որովհետև ինձ տալիս են բազային գիտելիքները, որով ես վստահ եմ, որ հետո կարողանալու եմ վերջնական որոշում կայացնել։ Ճիշտ եմ հիշում, որ Երևանից ես։ Չէ, Երևանից չեմ։ Որ հատվածից։ Գորիսից։ Գորիսից, Գորիսից, մեր բոլորի սիրելի Սյունիքից։ Այո։ Ես շատ եմ սիրում Սյունիքը, արի խոսենք մի փոքր տեղափոխվել ես Երևան, այսինքն Սյունիքից տեղափոխվել ես։ Այո, ծնողներս Գորիսում են, ես այդտեղ ընկերուներիս հետ եմ ապրում։ Դժվար չէր թողել Սիրուն բնությունը։ Շատ դժվար էր, ես մինչև հիմա չեմ կարողանում հարմարվել Երևանի հենց առաջին, այսպես ասեմ, անհարմարությունը, որը ես զգացել եմ, այդ Երևանի աղմուկն է։ Գորիսում ամեն ինչ շատ հանգիստ է, ես շատ հանգիստ պայմաններում եմ մեծացել, իսկ ստեղ այդ մարդկանց շատ են մարդիկ նախ, փողոցում ինձ անհարմար եմ, ես ինձ զգում, որ ասում են social anxiety, այդ բանը ես հիմա 3 տարի է դրանում եմ տառապում, ինձ թվում է այդ նրանից է, որ ես անդադ աղմուկի մեջ եմ։ Բայց հա, դժվար էր, քանի որ էլի եմ ասում, փոխանակման ծրագրի մասնակից է արդեն ունեի այդ ինքնուրույնությունը, այդ առումով այդքան դժվար չէր։ Զուտ ավելի դժվար է Գորիսից հեռու ապրելը։ Ու չեմ էլ կարողանում հաճախ գնալ, տենց դժվար է։ Ինչն է քեզ պակասում հենց Երևանում։ Ամենաշատը այդ հանգստությունը, մաքուր օդը, նաև էլի այլ բան, որին որ դժվարություն ա եղել, այդն էր, որ Գորիսում ինձ փոքր համայնքներում ինձ թվում է մարդիկ ավելի ջերմ են, ավելի մարդամոտ են իրար հետ ու այդ ոնց ասեմ, նույնիսկ հարևանները իրար մեջ շատ իրար ցավով են ապրում։ Իսկ այստեղ ես այդ նույն ջերմությունը չեմ զգացել, ինձ թվում է այստեղ ավելի sense առանձին են մարդիկ իրարից ու էդ էլ է ստիպում, որ նեղվեմ ավելի շատ։ Իսկ դրսում այդ ջերմությունը տեսնում ես կամ դրսում ինչն էր ամենասիրածդ կողմերը արտասահմանում այդպես սովորելու այդ ընթացքի ու մի փոքր նաև խոսենք բացասական կողմերից։ Դրսում ավելի շատ չեմ ասի այդպես ամեն ինչ իդեալական է եղել, նախ չէի հարմարվում այնտեղի ուտելիքին, մարդկանց մտածելակերպը շատ ավելի տարբեր է, քան այն մտածելակերպը, որը որ ես մեծացել եմ, բայց էլի այնտեղ մարդիկ բոլորը բաց են, այսինքն եթե նույնիսկ քո մտածելակերպը տարբերվում է իրանց մտածելակերպից, ազատ ես, կարող ես շարժվել ինչպես ուզում ես, այնտեղ էլի այդ ջերմությունը չկար, այսինքն նման էր Երևանին համարյա, բայց հնարավորություն եմ ունեցել փոխել 2 ընտանիքներ, երկրորդ ընտանիքի հետ ավելի մոտ եմ, ավելի ջերմ էին, այսինքն չեմ ուզում ընդհանրացնել ասել բոլոր մարդիկ այնտեղ սառն են, առանձին են, որովհետև նաև լավ փորձ եմ ունեցել ու այդ ջերմությունը զգացել եմ կոնկրետ երկրորդ ընտանիքիցս։ Որ լինելով երիտասարդ, որ տեղափոխվել է մարզից ու եկել Երևան, մի փոքր փորձենք համեմատության մեջ դնել հնարավորությունների առումով, թե կրթական տարբեր ծրագրերի օրինակ մասնակցելու, թե, չգիտեմ, ժամանցային օրինակ ինչ-որ կենտրոններ այցելելու, ժամանակը ոնց որ օգուտով անցկացնելու։ Այդ հնարավորությունների առումով համեմատենք մարզի երիտասարդին ու Երևանի երիտասարդին։ Այ քո կարծիքով տարբերությունը որտեղ է հատկապես դրսևորվում։
Նախ նշեմ, որ երբ որ ես 3 տարի առաջ դեռ սովորում էի դպրոցում, Գորիսում էի ապրում, այդ նույն հնարավորությունները չկային, որը որ հիմա կա Գորիսում։ Այս պահին ես ուղղակի հիանում եմ երիտասարդների նախաձեռնականությամբ, որովհետև մի շարք ծրագրերի են մասնակցում ու իրոք շատ հպարտանում եմ, որ տեսնում եմ, որ թեկուզ եւ իրենք չեն ունեցել այդ հնարավորությունները, բայց հիմա ունենում են։ Օրինակ մի քանի այս վերջերս ֆիլմ էին թողարկել կարճամետրաժ, ամբողջապես Գորիսի երիտասարդների նախաձեռնություններ, թեկուզ չունեն իրենք, չգիտեմ, ֆիլմեյքինգի կամ ինչ-որ դերասանական պրոֆեսիոնալ դասընթացների հնարավորություն, բայց միևնույն է շատ որակյալ կոնտենտ են տվել ու իրենց ասելիքը ու բովանդակությունը շատ ուժեղ էր, որը որ ինձ թվում է այլ իրենց նախաձեռնականությունից է գալիս, իսկ ինչ վերաբերում է ինչ-որ հնարավորություններին, վերջին տարիների ընթացքում շատ ՀԿ-ներ են բացվել Գորիսում, որոնք որ երիտասարդներին հնարավորություն են տալիս մի շարք ծրագրերի մասնակցել, գնում են Աղվերան, այլ քաղաքներ վերապատրաստվելու կամ ինչ-որ նոր մասնագիտություններ սովորելու համար, որը որ չկար մի քանի տարի առաջ։ Ժամանցային առումով չեմ կարող ասել, որ շատ են տարբերակները, այս պահին կմտաբերեմ ընդհանրապես մի տարբերակ, որը որ Գորիսում կա, այդ co-working space-ը, որտեղ որ սկսած կինոդիտումներից մինչև քննարկումներ, հետաքրքիր ինտելեկտուալ իվենթներ կարողանում են մասնակցել երեխաները։ Մամուլի ակումբը թե այլ։ Չէ, արվեստանոցը։ Մամուլի անկումն էլ այդքան շատ ծանոթ չեմ իրենց, բայց կոնկրետ արվեստանոցին շատ ծանոթ եմ ու շատ Հրանտ Բաղդագյուլյանի անվան արվեստանոցն է ու տեսնում եմ, որ շատ ընկերներ ունեն, որ այնտեղ գնում են, իրոք զարգանում են, շատ հետաքրքիր նախաձեռնություններ են անում ու իրոք շատ լավ է։ Հիմա գոհ են, ինձ թվում է, իմ ժամանակ տենց չկար։ Այսինքն ես լինելով մարզից այստեղ տեղափոխված, օրինակ ես իմ համայնքում կավելացնեի ավելի շատ ժամանցի վայրերը, որ գնայինք, չգիտեմ, գիրք կարդայինք, ֆիլմ դիտեինք, ամենաշատը ինձ օրինակ այդ արվեստանոցում արդեն այդ հնարավոր է, այդ ֆունկցիան է կատարում։ Այ ինչը, եթե ունենայիդ հնարավորություն այն ժամանակ փոխելու, այսպես sense արագ, միանգամից փոխելու ու հիմա փոխելու քո համայնքում ու նաև Երևանում, այ որ հիմնական բաները դու կփոխեիր։ Իմ համայնքում այն ժամանակ երևի ավելի շատ էլի կավելացնեի այնպիսի կենտրոններ, որտեղ որ շատ են խմբային աշխատանքները, օրինակ երբ որ ես Գորիսում էի սովորում, ես այդքան ծանոթ չէի խմբային աշխատանքին, մինչև համալսարան ընդունվել է։ Համալսարանում հիմնականում ամեն ինչ մեծ մասը խմբային աշխատանքների միջոցով է կատարվում, ու եթե Գորիսում լիներ այդ հնարավորությունը, ինչ որ կենտրոններ լիներ, որտեղ որ կխրախուսվեր խմբային աշխատանքը, թիմային այդ ամբողջ process-ը, ես ավելի հեշտ կհարմարվեի երևի թե համալսարանում, երբ ես եկա համալսարան, ինձ թվում էր, որ ես իմ էֆեկտիվությունը միայնակ ավելի ուժեղ է, քան խմբային աշխատանքի ժամանակ, բայց հիմա լրիվ ուրիշ դիտարկում ունեմ, խմբային աշխատանքները ավելի հետաքրքիր են անցնում ու այդ networking-ը ավելի արագ է ստացվում, ինչը որ էլի Գորիսում ավելի հետաքրքիր կլիներ, Երևանում ինչու կփոխեի, երևի թե ակտիվությունը շատ լավ է, շատ հնարավորություններ կան, բայց ինձ թվում է մաքուր օդ չկա, այդ երևի միակ բանն է, որ կփոխեի, ու այդ աղմուկն է շատ նյարդայնացնում, բայց չեմ կարող ոչ մի բան անեմ։ Դե մաքուր օդի հետ կապված ինձ թվում է բոլորս մեր մաշկի վրա մեղմասած կունենք բոլոր հետևանքները, թե ֆիզիկական, թե հոգեբանական, թե ինչ հետևանքներ ունենում, այդքան բարձր այդ փոշու մասնիկներով աղտոտված Երևանի օդը։ Ու որպես ամփոփում, այսպես ոնց հասկացա, շատ ծրագրերի ես մասնակցել, իմ կարծիքով ծրագրերի ամենամեծ ձեռքբերումը, որ մարդը ունենում է ծրագրերի մասնակցելուց, դա հենց մարդն է, network-ը, այսպես ասած։ Այ քո կարծիքով որոնք են ամենակարևոր բաները, որ ստացել ես տարբեր ծրագրերի մասնակցելուց։ Կարող ես օրինակ քո exchange-ի մասին խոսել ավելի մանրամասն։ Ես կոնկրետ flex-ին եմ մասնակցել, ինչը որ ահռելի հնարավորություններ է տվել թե ինքնուրույն դառնալու եւ թե նոր մարդկանց ճանաչելու։ Ամենասկզբում դժվար եմ հարմարվել, մոտ 2-3 4 նույնիսկ ամիս շատ էի կարոտում, բայց հետո եկա որոշ պահ, որ հասկացա, որ սա ժամանակավոր է ու ես պետք է այդ ծրագրից քաղեմ հնարավորինս, ինչքան որ կհասցնեմ այդ 9 ամիսների ընթացքում, ու երևի ամենամեծ ձեռքբերումը, որ ունեցել եմ, այդ այն աղջիկներ, ում հետ որ ապրում էի, կոնկրետ ինձ հետ կար նաև մեկ այլ փոխանակման ծրագրի ուսանող, ով Մեքսիկայից էր, ու էլի մենք մինչև հիմա մեր կապը պահում ենք, անցել է, չգիտեմ, 4-5 տարի,
բայց դեռ մնում է երկրորդը այդ ինքնուրույն դառնալն էր ես կոնկրետ չունեմ քույր կամ եղբայր ու իմ ընտանիքի ծնողներից ամբողջ ուշադրությունը իմ վրա է եղել իրանք ինձ չեն թողել ինչ որ մի բան միայնակ անեմ ու այդ ամբողջ տարվա ընթացքում ես ամեն ինչ արել եմ միայնակ ինչ խնդիր ունեցել եմ միայնակ եմ լուծել ու երկրորդ մեծ բանը որ ձեռք եմ բերել այդ ինքնուրույնությունն է Շնորհակալ եմ շատ Անի ջան զրույցի անկեղծության ու կիսվելու համար քո ձեռքբերումներով ու նաև ծրագրերի մինուսներով, պլյուսներով, այսպես։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շնորհակալ։